Տնային կալանքում է այս արարքի հեղինակը, պանտում է այս արարքի հեղինակը։ Քանի անգամ ասի բացի բաց ռազմական հեղաշրջումը պիտի պատերազմի օրերին ասի։ Երկու որոշումներն էլ դատավոր Արմինե Մելիքսեթյանն է կայացրել։ Լրատվամիջոցներով իմացա այդ երկակի ստանդարտի մասին, բոլորովին չզարմացա։ Երեքշաբթի է հայտնի դարձել, որ Հայաստանը ցնցած այս վթարի մասնակից Տեսլայի վարորդ 29-ամյա կնոջը 2 ամսով կալանավորելու միջնորդություն է ներկայացրել քննչական կոմիտեն։ Միքայել Սրբազանին 2 տարով բանտարկած Արմինե Մելիքսեթյանը մերժել է այդ միջնորդությունը եւ 10 միլիոն դրամ գրավով տնային կալանք է տվել 29-ամյա վարորդին։ Գուցե այնպիսի իրավիճակ է ստեղծվել, որ իսկապես այդ պահին դատական ակտը իրավաչափ է եղել, բայց հասարակությունը այլևս չի հավատում։ Կրիմինալ լրագրության մեջ մասնագիտացած Շամշանի տեղեկություններով Տեսլայի վարորդը վարորդական վկայական չի ունեցել, ղեկին է եղել հարբած, վթարը 1 մարդու կյանք է խլել։ Այն, որ այս հանգամանքները չեն խանգարել Արմինե Մելիքսեթյանին համեմատաբար մեղմ խափանման միջոց կիրառել, արդարադատությանը չվստահելու պատճառ կարող է դառնալ, կարծում է Միքայել Սրբազանի փաստաբանը։ Հասարակությունը կորցնում է հավատը իրական արդարադատության նկատմամբ։ Սրբազանի գործով դատաքննության ընթացքում Ֆարմանյանն ու մյուս պաշտպանները միջնորդել են այդ ժամանակ կալանավորված Սրբազանի խափանման միջոցը փոխել։ Արմինե Մելիքսեթյանը չի բավարարել այդ միջնորդությունները։ Մելիքսեթյանին խափանման միջոցը փոխելու միջնորդություն են այդ նույն միջնորդությունները եւ վերաքննիչին եւ վճռապետին մեր բողոքների տեսքով, հա, միայն Մելիքսեթյանով չի սահմանափակվում այս դատական անարխիան։ Հոկտեմբերի 3-ին Մելիքսեթյանը վճռել է 2 տարով բանտարկել Միքայել Սրբազանին։ Պաշտպանները նաեւ այդ վճիռն են բողոքարկել, խնդրելով ամբողջությամբ բեկանել այն ու Սրբազանին անմեղ հռչակել։ Մեր գնահատմամբ աննախադեպ ապօրինություն կատարեց որպես դատավոր, ինքը այդ դատական ակտից հետո ինձ համար լավ իրավաբան է, բայց վատ դատավոր։ Միքայել Սրբազանի պաշտպանները շարունակում են դատավոր Մելիքսեթյանին մեղադրել Շիրակի թեմի առաջնորդին քաղաքական պատվերով բանտարկելու համար։ Այս գործով ինքը քաղաքական պատվեր է կատարել, իմ կարծիքով, որովհետև ուրիշ բան չկա, հա, հիմք չկա հասկանալու համար, թե ինչու այդ մասշտաբի ապօրինություն կատարվեց։ Ավելի քան 5 ամիս անազատության մեջ գտնվող Սրբազանին այսօր են թույլատրել իր նախընտրած բժշկի մոտ բուժում ստանալ։ Շիրակի թեմի առաջնորդը Իզմիրյան բժշկական կենտրոնում է վիրահատվելու։ Ալբերտ Սերոբյան, Արաքել Օհանյան, Էլեն Յահինյան, Հայլուր։ Հայաստանում եւ աշխարհում տեղի ունեցող իրադարձությունների մասին առաջինը իմանալու համար բաժանորդագրվեք մեր ալիքին։ Սեղմեք զանգակը, որ բաց չթողնեք ամենահրատապը, ամենակարևորն ու հետաքրքիրը։